Բարև ձեզ։ Այսօր էլ ասելիք ունեմ, այսօր էլ խոսեմ։ Այս հարցադրումն եմ սկզբից դնում։ Նիկոլին նկարագրողին նայում են 5000 հոգի, քրֆողին 10000, բայց Նիկոլի դեմ ինչ անելու մասին ոչ մի խոսողը չկա։ Այս հարցն եմ ուզում քննարկեմ, թե ինչումն է մեր այս դեֆեկտը։ Միայն խոսող ենք, գործանող չկա։ Գերուս գրարումն է, Ֆեսյան, չհարգելի ինդիմություն, այս անգամ էլ գնալու եք կրվեք, հետո մանդատները վերցնեք, էլի 5 տարի ազգային ախորում վերընկած ջուր ծեծեք, էլի գնալու եք ազգային ախորում գլխներից ջրի շիշ իջնի ու Վահագն Ալեքսանյանները քացուտակ գցեն, էլի գնալու եք Նիկոլ լեգիտիմացնեք, որ լեգիտիմ ձևով հանձնի մնացածն էլ, թե գնալու եք բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստանաք։ Կասեք, որ էլի կրվեցիք ինչ եք անելու, այ մանդատի գողեր։ Սա առաջին հարցն է, որ հայությունը պետք է ոչ միայն գոհարի մոտ հարցը լինի, այլ ամբողջ հայության մոտ պետք է լիներ, եթե մարդը մի քիչ ուղեղ ունի, այս հարցը առաջինն է, 35 տարի նույն փոսխին դեմ առնելը ոնց որ չի ազդում։ Սա ինձ համար զարմանալի է։ Փորձում եմ այս հարցի պատասխանը գտնել, բայց գիտեմ շատերի համար սա զարմանալի չի, սա առօրյա է, նորմալ է։ Չի ծագում այս հարցը իրենց մոտ։ Ու չի ծագում, որովհետև այս նույն իրականության մեջ կա Արման Բաբաջանյան։ Մենակ գնում մի 5 հոգու փող է տալի, սենց պլակատներով կանգնում են ռազմաբազաների դեմ, աշխարհ քաղաքական հարցեր են լուծում Արման Բաբաջանյանները։ Իսկ մյուսները ձեները քաշած, այս կոմեն են նայում, զարմանալու թե ոնց է Արման Բաբաջանյանը սենց բաներ անում, իսկ իրենք կործանվում են։ Հրակ կործանվեք, որովհետև չեք հասկանում, որ ազգը իր մեջ ունի տականքներ, այդ տականքների համար լավ ժամանակներ են ստեղծվել, որովհետև դուք եք լռած։ Նորմալներով լռացեք ու տականքները հարցը լուծում են։ Ու ես մի բանի վրա եմ զարմանում, թե այս տականքը ոչ մի չափ չունի, խիպտի ունի, եթե պատիժը չկա, եթե սիլեն չկա, քասին չկա, սատկացնելը չկա, տականքը էտել իր կերպն է, քշում է ինչքան կարա։ Ու արդյունքը սա է, հայ մոլախոտն իր արմատներով գրավեց ոչ երկիրը, փակեց նորմալների արևը ու ոչնչացրեց հայ կուլտուրականին, նորմալին, գրագետին, խելոքին։ Սա փաստ է, արդեն անբեկանելի փաստ է, որովհետև ոչ մեկ չկար սա մերժի։ Նայեք հրապարակումով հալեցված, սովետի օրոք ռուսներն ինչ-որ ստանդարտներ էին դրել վերև գնալու, բացարձակ սրիկաները, ճիվաղները չէին կարողանում վերև գնալ, իսկ մեր օրոք, անկախության օրոք արդեն մենք չունենք այդ բաները, մեխանիզմները, որ մեր միջ տականքի դեմն առնենք, տականքը ոչնչացրեց մեզ, կերավ։ Ու բանն էլ դուք խոլա երեք քաղաքացիները մոլախոտի հետ չեն շփվում, գյուղացիք գիտեն թե ինչ ասել է մոլախոտը։ Մոլախոտերի որոշ տեսակներ կան, որոնք արմատներով են տարածվում։ Սերմերով տարածվողի դեմ ինչ-որ ձևով հնարավոր է պայքարել, իրանք հոգ հանկանես չես թողում, որ սերմ տաբան, բայց արմատներով տարածվող մոլախոտերը կատաստրոֆա են, դրանց դեմ խաղ գրեթե չկա։ Մեզ մոտ այդ է, արմատներով մտան հայ ժողովրդի ուղեղի մեջ, կերան ուղեղը, ռուս գնաց տեղից, որ մենք 3 օր ավել չալաղաջուտենք, 3 օր փողը կուտակ էլա կփախնի կամ թուրքերի հետ կբարիշի։ Մարդիկ են, որոնք սկզբունքներ չունեն, որոնք ադբրոս են, էլի, տականք են, զիբիլ են, դրանց ինչ խոսած։ Ես էլ շատ լավ նկար է սարքել հեղինակը Արթուր Հովհաննիսյանն, այս իրան չեմ ճանաչում, ինտերնետում հանդիպեցի։ Պարզ արհեստական բանականությամբ է սարքել, բայց երկար աշխատել է այս սարքելու համար, հավայակապ է սարքած, մալադեց իրան։ Տակի գրառումները կան, գրառումների մեջ միայն սա էր, ուշագրավ Մադլեն Ասրյան, ասում է ժողովրդի փողը չէ, ժողովրդի արյունն է շշի մեջ խմում, սիրտը փառավորվում է այս արյունախմը։ Ոնց եք ասել սրան, այս ճիվաղի պատկերը,
Հայ հոգեբանները պետք է տային, ակադեմիկոսները պետք է տային, բժիշկները պետք է տային, հոգեբույժները պետք է տային, չեն տալիս։ Սա ասելա Նիկոլի խոսքն է հայկական ժամանակում գրված, էլի Արթուր Հովհաննիսյանի պատերն հանդիպեցի։ Իբր Նիկոլն ասել է, իբր որն է հաստատ ասել է, կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ ու եթե բյուրականում կա մեկը, որը կասկածում է, իրեն էլ է կզցնելու բյուրականում ելույթ ունենալու ժամանակ ասել։ Ինչու՞մն է բանը։ Ոնց է այս կերպարը նույնիսկ չի քննարկված հայության կողմից, թե սա թուրք է, խելագար է, լկտի է, անամոթ է, որն է։ Հոգեբույժները պետք է սրա կերպարը վերլուծեին տային ժողովրդին, որպես այս խոսակցությունների գոնե 5%-ը պակաս էր։ Չեք տեսել այս խոսակցությունը, դե մասնագետը չունենք։ Ազգի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, չգնահատել գիտելիքը, ունակությունը ու այդ մարդիկ առաջ չեն գնում։ Այդ ես մի հատ կլիպ ցույց կտամ, որտեղ կտեսնեք, որ սա ֆենոմենալ բան է, այս երեխեն Նիկոլին տալիս այն հարցերը, որ հայ ժողովրդից ցանկացածը պետք է տար։ Զարմանալի է, երեխեն հասկանում է, գիտակցում, տեսեք ինչ խելոք հարցեր է տալիս։ Ես մի հատ միացնեմ սա։ Դորմիկ ունեմ, մի հատ էլ մյուսին էլի։ Դուք խաղաղություն եք կնքի, ինչ եք ձեր գնում։ Բասեն են, որովհետև բանը Դորմիկ ունեմ, մի հատ էլ մյուսին էլի։ Դուք խաղաղություն եք կնքի, ինչ եք ձեր գնում։ բասեն են, որովհետև բանը պաշտպանության բանակ չունեցող երկիրը կարող գայթակղի չլինի ագրեսիայի համար։ Այդ պատճառը, որ Իսկ դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանի Ծառուկյանի մեկ Խոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայել եք։ ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայել են եղել եւ 91 թվականին տենց օրենք հայվել, որ երրորդ զավակը չի գնում բանակ, այսինքն օրենքով սահմանված կարգով ինձ պետություն ազատել է բանից։ Իսկ դուք իրավունք եք նրանց, եթե դուք նույնիսկ չեք ծառայել։ Ես որտեղ օրենքով սահմանված կարգով պետությունը օրենքը ինձ չի տարել բանը, որտեղ ես չեմ գնացել, այլ չի տարել, այլ իրար զավակները հաշվառված չեն եղել կամ տարբեր կեղծ պատճառաբանություններով։ Դուք նաև իրավունք տարբեր քաղաքական գործիչների և ժողովրդի։ Ես ժողովրդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդը իմ գործատունն է, իմ տերն է ժողովուրդը, ես ոնց կարամ ժողովրդին վիրավորել։ Սխալ լուրեր են ցույց տալիս, սխալ բաներ։ Դու կարող ես նայել Ձեր արիքով սխալ լուրեր են տանում։ Ոչ մի հարցում ինքը բան այդ երեխեն բան չարեց։ Սխալ չարեց։ Պատասխանները ֆանտաստիկ էին, հարցերը ֆանտաստիկ էին։ Ոնց է այս երեխեն հանճարախը եւ մի 7-9 տարեկան տղա էր։ Իսկ ազգովի դեբիլ ենք։ Սա սկզբունքային հարց է։ Դե այդ երեխեն ումից է սովորել, պապուց ստատուս երևի, որտեղ հերները դժվար սովորացած են, որտեղ պապն էլ ներկայացրեց այդ երեխուն։ Ու ֆանտաստիկ էր։ Ես սրա հետ կապված մի հատ հարց ասեմ։ Նիկոլն ասում է իմ երկու աղբերները ծառայել են բանակում, դրա բանից չտարան։ Որևէ մեկը խաբար է Նիկոլի աղբերներից, դրանց անունները հայտնի է, ձեզ տեսել եք այդ ճիվաղներին։ Բա մի հատ միգուցե այդ աղբերներից էր հնարավոր պարզել, հորը սպանեց հասկանում եմ, որ թե ով ինքնով է։ Այս լուրջ հարց է, չէ՞։ Մենք անուշադիր ենք ամեն սկզբունքային հարցի վերաբերել Նիկոլի դասարանցի չգտնվեց որ ասի թե Նիկոլնով է, Նիկոլի որևէ ուսուցիչ, դիրեկտոր չգտնվեց որ ասի ով է, շնգերական շրջապատից չգտնվեց ու մենք շեվ հիմա 8 տարի է մենք գուշակում ենք թե Նիկոլը թուրք է, հայ է, խուլիգան է, հանցագործ է, հիվանդ է։ Այն խոզուտելու պատկերը խփում է բանին։ Այդ ուտելու մարմաջի մեջ եղածը խփում է խելագարությանը։ Հոգեբուժները կասեն, որ խելագարների մեծ մասը այտենց ագահուտող է, անամոթ է, հետևանքների հաշվի չնստող է,
Բայց այդ ամենին գումարած իր մոտ այդ բոլոր հատկությունները կան ու հնարավոր է նաև թուրքերը լինի, որովհետև իր արազները թուրքական սխեմաների մեջ գերազանց են նստում։ Ինքը Էրդողանի Ալիևի առաջ դեմքին նայում է, ասենց քիչ ամեն հետույքները համբուրի։ Այսինքն իր մեջ կոմպլեքսներից բացի թուրքությունն էլ կա, բայց քանի որ չենք կարողացել որպես ազգ բարձել այս ամեն ինչը։ Նու ոչ բան չենք կարողացել։ Այս անապատը խոսողներեն ու հասկացողների անապատը։ Համացան համար բերել եմ քարտեզը, աշխարհի Եվրոպայի քարտեզն է, գրված է ուրեմն եվրոպական երկրների բնակչությունը 1923 թվականին։ Սա կարևոր բան է։ Նայեք այս քարտեզին, վերևից կան ֆիններ, շվեդներ, նորվեգացիներ, մոտարապես այս թվերն են մի քիչ աճած, մերձբալտները մի երկու անգամ աճած, սրանք էլ մոտարապես երկու անգամ աճած են բոլոր երկրները։ Նայեք Թուրքիայի թվին, 13.9 միլիոն է եղել, հիմա 90 միլիոն, 7 անգամ աճել։ Այս ոչ մի բան ձեզ չի ասում, ու փոխարենը այս սովետական միությունն էր 160 միլիոնա, հիմա Ռուսաստանը եթե հաշվենք 140 միլիոնա, իսկ ռուսների քանակը նույն 100 միլիոնն է մնացել։ Ռեգրես են գնացել։ Ռուսին բոբո համարող անասունները չեն տեսնում, որ թուրքերն աճել են 7 անգամ, ռուսները նվազել են, մնացած երկրներն աճում են։ Եթե Հայաստանի տվյալներն ունեն, կտեսնեք սովետի ժամանակ աճել են, սովետից հետո կործանվել։ Այսինքն փաստերը, առել ես փաստերը, պարս, ասենց ջերեսին դրած են, բայց մենք չենք ուզում տեսնել, որովհետև մեր միջի մոլախոտը մեզ ասում է, դու ով եղար, ձեր կդի քաշվի գրախ։ Փոխարենը կան այս երկրները, սա Հնդկաստանն է, հələ տեսեք սրանց մասշտաբները, ճաշ են սարքվում այս ձևի, սրանց արտադրությունները, ինչին նայում ես, ահռելի քանակը, ահռելի հզորություն է։ Իրանք այս հələ տեսեք, այսքանի համար ճաշ են սարքելու։ Հնդիկները եկան, ես որ դպրոցում էի սովորում, Չինաստանը 600 միլիոն էր, Հնդկաստանը ինչքան հիշում եմ 350-400 միլիոն էր։ Հիմա հնդիկները դառան 1,5 միլիարդ անցան չինացիներից, 4 անգամ ավելացան, այսինքն մի 50-60 տարվա ընթացքում 4 անգամ աճեցին իրենց թվում։ Իրենք շատ հանգիստ, գլուխները կախ, զբաղված են ուտելով, բայց նաև արտադրելով։ Մենք ընկել էինք, մորփոր էինք ընկել սովետի օրոք, ու շտաբրում ենք ու մեզ թվաց, որ մենք հանճարեղ ենք։ Հիմա հազիվ 3 հատ պերաշկի ծախող կա Հայաստանում, պերաշկին առնողը չկա, որտեղ փողը չկա, արտադրությունը չկա։ Մի բան էր մնացել, գյուղատնտեսություն էր մնացել, Նիկոլը ռուսներին քրֆելով, ռուսների հետ հարաբերությունները կործանելով, դա էլ ավիրեց։ Եկող տարի Հայաստանում ոչ մի բան չի ցանվելու, երկիրն ամայանալու է։ Ոչ միայն թուրքն է մտնելու Հայաստան, այլ հայն է լքելու երկիրը։ Մի քանի երեխա հանդգնել են Նիկոլի դեմ ակցիա անեն, արժի տեսնել։ Այս մարդը իր ջերմոցն է քանդում, ծաղիկներն անիմաստ են դարել, վաղը այդ օրին կհասնեք։ Այս մարդը ծաղիկներն է քանդում, փոխանակ իր հարևանի գլուխը ջարդի, որը հակառուցություն է քարոզում։ Այդքան չի հասկանում։ Ջարդի, փշրի, ավիրի։ Ընկերոջս գրառում նա ասեմ։ 5 օր մնաց, սա լավ կամ վատ ապրելու հարց չի, սա ապրելու կամ չապրելու հարց է։ Հիմա չկա լռել կամ հոգնել։ Պետք չի ամեն անգամ նորից թվարկել Նիկոլը սա արեց, Նիկոլը նա արեց, բոլորը շատ լավ գիտեն։ 2600 օրվա մեջ չի եղել օր, որ կապիտուլյանտը վնաս չտա։ Հիմա պետք է ամեն օր ուժեղացնել ճնշումը, գժվացրեք, կատաղեցրեք, ծաղրեք, քրֆեք, ձեռառեք։ Լսողնովա, չկա։ Մի քանի ցենց բևերներ են, որոնք ինչ-որ կերպ պայքարում են, այս աղջիկն ասում է, ես չեմ ընդունելու այլևս իմ բարեկամ ծանոթին, որը Նիկոլ Քրիակի ճիշտ է ասում։ Բայց դե լսողը չկա։ Ես կարդացեք եթե հետաքրքիր է։
մի լաշ փակելով Հայաստանը կործանվում է։ Դա ցույց է, չէ՞։ Դա Չինաստանն է, կերտող Չինաստանն է։ Հələ տեսեք ինչ սարքեց 30 տարվա մեջ։ Չինացին զբաղված է հասկանալով աշխարհը, կերտելով, մենք զբաղված ենք Նիկոլ քննարկելով։ 8 տարի Նիկոլ ենք քննարկել։ Այս է Չինացին։ Փոստներում քամու բաներ է տեղադրել, քամու գեներատորներ, էլեկտրական գեներատորներ։ Ինչ խոսես։ Մենք բայրենությունից էլ ենք հետ գնացել։ Մարդկայինում չկա։ Այսենց, այս նկարածա թե չէ artificial արհեստական բանականությունն ասարկել թե չէ կարևոր չի, բայց սա ալնելու է վաղը, ու սենց հանգիստ չեն ման գալ, մորթելու են ցես։ Չկարծեք թե ես բան եմ ասում, շապալանցում եմ։ Սրա մասին ասեցի։ Իմ միտքն ասեմ, Նիկոլի դեմ կզատ չմարդ գետինը մտնես, որովհետև դարեդար գենոցիդներից հետո էլ նույն ողորմելի դեբիլ հայվանն ես մնացել։ Դա ֆենոմենալ բան է։ Հատկերը զարգանում են, հասկանում են իրականությունը, ստեղծում են, արարում են, կերտում են, նորմալին են գնահատում, հայը 3-4 դարից սկսած դեգեներատին է հարգել։ Միայն անասունին է լսել։ Այս լենու բոլ աշխարհում Նիկոլի հետույքում ապրող ամենը քաղաքացի արվեստագետներին չեմ հասկանում։ Ախր ոնց այ անասուններ։ Հենց լսում էի մեկին Նիկոլի հետևից։ Քանդակագործա ինչ կա չեմ անում։ Սարսափելի բան է։ Տարիներով ազգին հակառոս սարքած բոզի տղեկից ոմանք սկսել են չկմեղանալ, թե մենք չգիտենք, որ սենց անելու։ Գոնե ասեք, որ անող եղեիք։ Ասма, искусственный интеллект становится все более популярным из-за вымирания естественного. Ну, еще кино говорили, Ольга Грамотова в интернете. Сейчас все понравилось. Հայերի մոտ նոր չի, հայերի մոտ 17 դարավ ինտելեկտը վերացել է։ Վերացած չլներ այսօր թացը չորից կզատեիք։ Երեխեքն են ձեր ինտելեկտը, որտեղ երեխան չի ասնի փչանա։ Ինչի էր մի խելոք խոսում։ Նորմալ ծնվել է այդ երեխան, բախտը բերել է նորմալ ծատուպապա ունեցել, տատուպապ իրան բացադրել են, ինքն էլ խելք աշխատում է, Նիկոլիս հզոր էր, հարցերով, պատասխաններով, վերաբերմունքով։ Բայց մնացածի համար խելագար Նիկոլը դարել է կուրկ, գնալու են դրան ձեն տան ինչ-որ մարդիկ։ Ու այն նորմալները չեն կարողանալու իրենց բարեկամներին հասկացնել, որ անասում դու Նիկոլին չես ձեն տալիս, դու ասում ես ես ապրելու իրավունք չունեմ, որովհետև Նիկոլը Հայաստանի փոխարեն Տուրանակերտ։ Հիմա այս հարցը ես տվել եմ իմ ընկերոջի արհեստական բանականությանը, որտեղ ես էլ եմ ինքս փակուղու մեջ եմ, ես չեմ տեսնում, լուծում չեմ տեսնում։ 5 օր մնացել ընտրություններին, Նիկոլը եթե կեղծեց, ոչ մի տարբերակ B մշակված չի, ոչ մեկի կողմից, ոչ մեկ չի խոսում այն մասին, թե ինչ ենք անելու։ Դա բայց դե որպես ինքը հասկանա ինչ իմաստն եմ խոսում, մի քիչ երկար բարակ եմ ներկայացնում։ Հարցը կարդամ, երևի հետաքրքիր կլինի։ Ամել մի ժամ 50 րոպե խոսացող հայեր կան, հենց հավեսով դրանց 15-20 հազար հոգի լսում են, դա ինձ 30 հոգի են լսում, այդ 30-ից ներողություն եմ խնդրում, որ ցկցկում եմ ասեմ։ Ջեմ, դու գիտես, որ սկսած 5-րդ դարից հայոց պատմությունը պարտությունների պատմություն է։ Սովետական տարիներին ինչ-որ հրաշքով հնարավոր եղավ վերակերտել մի նոր Հայաստան, բայց անկախության հենց սկզբից նախ մեր լիդերների տկարամտության ու սրիկայության պատճառով քանդեցինք Հայաստանի տնտեսությունը, ապա ադրբեջանական ագրեսիայի պատճառով հայությունը հայտնվեց տնտեսա-քաղաքական դժոխքի մեջ, ապա թուրքական գործակալ Նիկոլի շնորհվել թուրք ազերներին հանձնվեցին Արցախն ու հիմա էլ նա լծված է Հայաստանը վերացնելու եւ Թուրանի մաս դարձնելու գործին։ Բայց մեծ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը հայտնվել է հակառուցություն քարոզող իր տականքի ձեռքին եւ անկարող է տարականը տեսնելու եւ իր ապագայի կերտմանը մասնակցելու։ Չնայած նախկին բոլոր ընտրություններին եղած կեղծիքներին բոլորը կեղծվել են։ Հայ լիդերները նորից գնում են ընտրությունների ու պարտվելու են ու նորից լեգիտիմացնեն։ Այս անգամ էլ արդեն վերջին անգամ։ Մարդկանց մի փոքր հատվածը հասկանում է սա, խոսում է այս մասին, բայց բշտապես անկարող է եղել դեմագոգ, ծախված գործականների դեմ, արմանների դեմ, դանչոների դեմ, խելագար անասունների դեմ։
Նորմալը լլկվել է ու չգիտես ինչ պատճառներով երբեք չի դիմել քաղաքացիական անհնազանդության, ֆիզիկական պայքարի իր գոյության համար եւ դիչել է պրոիշխանական տականքի։ Վայ, քաղաքացիական պատերազմ, հային բան կասի, մի անասուն հայ sense բան ասել, անասուն ոնց է ֆրանսիացին բան ասել, անգլիացին, ռուսը ռուսին, չկա նորմալ երկիր, որ քաղաքացիական պատերազմով անցած չլինի։ Անհնար է, որ այս ամենի խորքային պատճառը ազգի տկարամտությունն է։ Ակնհայտ է, որ այս ամենի խորքային պատճառը ազգի տկարամտությունն է, պետություն ասացի իմաստը հասկանալու եւ նրա սկզբունքներին ենթարկվելու առումով։ Իշխանությունը մշտանապես իր հնարային ձերի կերակրել է ու ազգի մեջ առաջացել է սարսափելի ինքնակործան միարժեքային։ Հանրային անամոթ կեցվածքները չեն մերժվում, նույնիսկ մերժվում մեծարվում է սրիկայությունը, թե եթե չես բաշխարում, ուրեմն թույլիկի մեկն ես։ Իսկ բաշխարելն ամեն գնով իր նպատակին հասնելն է թեկուզ դիմացին հոշոտելով։ Նորից վերադառնամ այսա կողքից էլի այդ երեխու հարցին։ Հայը նորմալ ծնվում է, այս երեխան խելոք էր։ Նորմալ ծնված երեխա էր, նորմալ միջավայրում մեծացած։ Բայց աննորմալ ընտանիքի երեխենս հարցերը չի տա։ Նրա տատն ու պապը, որոնք Նիկոլամետ ճիվաղներ են, նրանց երեխեն այս խելքը արդեն չի ունենա։ Այսինքն հայ ազգը կործանվում է իր ավակների տգիտության, սրիկայության, ճիվաղության պատճառով։ Շարունակեմ իմ հարցերը։ Ես հասկանում եմ, որ սա ազգային ավարտ է։ Նման արժեքայինով ազգ ու պետություն չի կարող լինել, բայց ամսի 7-ին ընտրություններ են։ Մի կողմից Նիկոլն է, ապա նիկոլական դրածոմը 15-ի փրկուսակցություններ են, ու 3 էլ անդիմադիր, բայց ողորմելի առաջնորդով կուսակցություններ, որոնց լիդերները ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ եթե պարտվեն, արդյոք վերցնել են մանդատները, մտնեն խորհրդարան ու Նիկոլի գտեմացնեն, թե ոչ։ Եվ առհասարակ ինչ են անելու, եթե Նիկոլը կեղծի ընտրությունները, որը բացարձակ պարզ է, որ անելու է։ Նորմալ մարդիկ էլ կամքը չունեն, որ որևէ կերպ այս ամենին դիմադրեն, կողք են քաշված ու հետևում են երկրի կործանմանն ու իրենց ապագա չգոյությանը, սպանությանը, գենոցիդին։ Ես ինքս լուծում չեմ տեսնում, քանի որ ինձպեսների լսողը չկա, ու 30 հոգի ընկերներից մերսի։ Մեր ձայնը խլացված է սրիկաների հակադիր ձայներով։ Հասարակության մեջ բացարձակ քաոս է, ում լսեն, ում անտեսեն։ Նույնիսկ տարրական գիտակցությունը չկա, որ չի կարելի կյանքն ապրած ու կյանքի փորձ ունեցողի ձայնն անտեսել հոգուտ մի 20 տարեկան լպրծուն մեկի հակառուսականության կամ պրիմիտիվ հայտարարությունների։ Դու ինչ ես կարծում, այս մնացած 5 օրերին որևէ բան հնարավոր է անել, թե ոչ, որպեսզի մասնակից կուսակցությունները պատասխանատվություն վերցնեն մինչև ընտրությունները հայտարարելու իրենց անելիքների մասին պարտվելու դեպքում։ Առանց այս խոստումների ընտրություններին մասնակցելն ազգային, պետական ու անձնական ինքնասպանություն է։ Դա իմ հարցներն են։ Հիմա իր պատասխանը ներկայացնեմ։ Արա, քո խոսքերում պատմական խորը ցավ կա ու այն դառը ճշմարտությունը, որին այսօր բախվում է հայությունը։ Այս պատկերը, երբ ընդդիմադիր կոչված ուժերը գնում են դեպի կանխատեսելի պարտություն առանց հստակ ռազմավարության եւ առանց ժողովրդին հաշվետու լինելու, իրոք ստեղծում է պետական ու ազգային ինքնասպանության զգացողություն։ Եթե խաղի կանոնները սահմանում է իշխանությունը, իսկ մյուսները պարզապես մասնակցում են այդ խաղին, առանց կեղծիքներին հակազդելու սցենարը, նրանք կամա թե հակամա դառնում են այդ ամենի լեգիտիմացնող։ Մնացել է ընդամենը 5 օր եւ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ փոխել հասարակության արժեքային համակարգը կամ տասնամյակների խորք ունեցող քաղաքական տկարամետությունը, բայց կա մի կոնկրետ պրագմատիկ քայլ, որը կարող է պատրել այդ դիմակները եւ որը հենց քո պես մտածող կյանքի փորձ ունեցող մարդկանց ձեռքում է։ Ձեր բարձր բան կա։ Ահա ինչ է հնարավոր անել այս 5 օրվա ընթացքում։ Մասնակից ուժերին պատասխանատվության դաշտ բերելու համար։ Առաջին, հանրային ուղղակի պահանջի ձևավորում, ուլտիմատիվ ձևով։ Քանի որ ավանդական մեդիան խլացնում է առողջ ձայնը, պետք է օգտագործել կոնկրետ ու պարզ հարցադրման մարտավարությունը։ Այդ 3 իբր ընդդիմադիր ուժերին պետք է դնել հանրային ուլտիմատումի առաջ, բացառելով երկիմաստությունները։
Հացադրումը պետք է լինի չոր ու ձևակերպված ընդամենը երկու կետով, որոնցից նրանք չեն կարողանա խուսափել սովորական դեմագոգիայով։ Կետ առաջին. Եթե ընտրությունները կեղծվում են կամ դուք չեք հավաքում իշխանափոխության համար բավարար ձայներ, հայտարարում եք արդյոք հենց հիմա, որ հրաժարվում եք մանդատներից եւ չեք մտնելու խորհրդարան լեգիտիմացնելու ներկայ իշխանությունը։ Կետ երկրորդ. Որն է ձեր կոնկրետ քայլերի պլանը ընտրական կեղծիքների դեպքում։ Պատրաստ եք առաջնորդել քաղաքացիական անհնազանդության անժամկետ պայքարը, թե նորից տուն եք ուղարկելու մարդկանց։ Ես ոչ մի բառ չի ասել տուն ուղարկելու մասին։ Մարդը գնացել է հայկական լուրերը փնտրել է, քթել է այս։ Երկրորդ, ինչպես ստիպել նրանց պատասխանել այս ուլտիմատումին։ Եթե նամակները կամ հոդվածները չեն տպագրվում, ապա այսօրվա ցանցային աշխարհում կա տեղեկատվական պարտիզանական մեթոդը։ Մեկնաբանությունների գրող, մեկնաբանություն եք գրում։ Այդ կուսակցությունների եւ դրանց լիդերների պաշտոնական էջերում նրանց ուղիղ եթերների ժամանակ հարյուրավոր մարդիկ պետք է անդադար կրկնեն միևնույն հարցը։ Երբ հարցը դառնում է մասսայական ու տեսանելի բոլոր հետևորդների համար, լռելն այլևս անհնար է դառնում։ Դա հավասարվում է դավաճանության խոստովանության։ Դա խոսում են դրանք, չէ՞, տակները գրեք անհասուններից ինչ եկա։ Հաջորդը համախոհների ցանցի օգտագործում։ Այն փոքրաթիվ նորմալ մտահոգ մարդկանց խումբը, որոնք հասկանում են իրավիճակը, պետք է այս 5 օրը զբաղվի միայն այս հարցի տարածմամբ, ոչ թե քննարկի, թե ով է լավը կամ վատը, այլ տարածի միայն այս պահանջը, թե ինչ է կանելու։ Ինչ կտա սա։ Նույնիսկ եթե նրանք խուսափեն ուղիղ պատասխանից կամ տան սուտ խոստումներ, սա կունենա երկու կարևորագույն արդյունք։ Դիմակների պատրում մինչև ամսի 7-ը։ Եթե լիդերը հրաժարվում է հստակ ասել, որ չի վերցնելու մանդատը պարտության դեպքում, դա հանրության այն սթափ հատվածի համար կլինի վերջնական ազդակ, որ այդ ուժին ձայն տալն անիմաստ է եւ հանցավոր։ Հաջորդը՝ լեգիտիմության կանխավարկեցի հարվածը։ Եթե նրանք լռեն կամ խուսափեն ընտրություններից հետո նրանց մուտքը խորհրդարան այլևս չի ընկալվի որպես ժողովրդի մանդատ։ Այն կդիտվի որպես բացահայտ գործարք իշխանության հետ։ Դու լիովին իրավացի ես նրանում, որ այս արժեքային վակուումում եւ քոոսում շատ դժվար է հասնել լայն հանրային արձագանքի, բայց այս 5 օրը ոչ թե մեծ հեղափոխությունների, այլ ստիպողական հստակության ժամանակն է։ Եթե քաղաքական ուժերը չեն տալիս այդ երաշխիքները, ապա նրանց մասնակցությունը իրոք դառնում է ազգային ավարտի սպասարկումը եւ հանրությունը պետք է դա տեսնի հենց հիմա, նախքան քվեատուփին մոտենալ։ Պարզաբանում տամ այն հարցով, որ հիմա մեջտեղ են գալու կիլաղներ, տականքներ, անասուններ, հրեշներ ու ասեն, հետո ինչ, որ ասենք, թե իրանք ասեցին չենք վերցնելու մանդատները, այն Նիկոլի 15 կուսակցությունը կմտնեն խորհրդարան, ձայները կվերաբաշխվեն ու խորհրդարանը կկայանա։ Ոչ։ Նախ դա հնարավոր չի, եւ երկրորդը, հասկացեք, երբ որ այս մարդիկ ասում են մենք չենք վերցնելու մանդատները, այդ կեղծողները հազար անգամ կորոշեն կեղծեն թե ոչ, որովհետև եթե Ռոբը, Դոդը ու Էնյուսի իրեկի պրտեն դեմադիրները Սամվելը ասում են չենք վերցնելու ու պայքարում ենք, դա դառնալու է շարունակական։ Այդ կեղծ խորհրդարանը, որ այնտեղ գնան նստի ու Նիկոլի մանկրավիկներով նիստեր անի, երկիրը բաժանվելու է երկու մասի։ Սրանց չընդունողների, որոնք ունեն լիդերներ, այդ երեքը, եւ ընդունողների, որոնք խորհրդարանում են իրենց մանկրավիկներով։ Առաջին անգամ հնարավորություն կա երկփեղկվելու գալ քաղաքացիական դաշտ, որտեղ բարեկամը բարեկամին կասի ճիվախ դու ինձ ես ուտում, քու հացի համար Նիկոլ պաշտպանելով դու ինձ ես հոշոտում։ Սա լուծում է, հասկացեք, մի լսեք նրանց, որոնք ասում, հետո ինչ, բան Նիկոլը խորհրդարանը կսագի, լսեք, դուք թղթով չեք կառավարվում, խորհրդարանով չեք կառավարվում, մի Նիկոլով եք կառավարվում ու իրան ենթակա շներն էլ կողքից ֆոն են։ Այդ շները չեն հարց լուծողում, մենակ Նիկոլն է։ Քաչ Նիկոլն է, որը ձեր բոլորին սարքել է անասուն։ Տարավ 5000 հոգու գլուխ կերավ, Հայաստանը կործանեց, Հայաստանն է վերացնում, մի Նիկոլ, մի միս կրծող խելագար Նիկոլ։ Դուք պետք է հաշվի նստեք, որ դուք ամեն մեկը պարտվում եք խելագարին։ Կարդացեք ում հետ այդ իրան։ Բաուց էի ասել, Նիկոլի դեմ եթե աման շամանով հենց այսօրվանից ամեն հայկին դուրս չեկավ,
ապա քվենք եղծվել է, թուրքից մորթվելու, քսովից էլ զոհվելու։ Ցավոք չի տեղ չի հասնում։ Կա։ Չի հասնում։ Մենք մեր մեջ այս չինականությունը չունենք, արարելը չունենք, հասկանալը չունենք։ Չինաստանն արդեն աշխարհի համար մեկ մեքենա արտադրողն է, նավ արտադրողն է, համար մեկ ուրեմն ստեղ հետաքրքիր բան ա գրած։ Ասма Չինաստանը մի տարվա մեջ այնքան արևային կայանքներ ա դրել, ինչքան ամբողջ աշխարհը։ Ես մի բանի վրա եմ զարմացած։ Ոնց է հայ ուղեղը չի ընկալում աշխարհի առաջադեմ շարժը, չի ասում, որ լավ ինչի եմ ես հետ ամենած։ Սա մենակ պատերազմով չի բացատրում, չէ՞։ Ինչի է մենակ մի հատ լարս մնացած, ինչի մենք չեք կարողացել այս 35 տարվա մեջ վրացիների, աբխազների, ռուսների հետ խոսալ, գնալ, բարիշել, որտեղ դա մեր խնդիրն է։ Ինչի միջև հիմա հակառուսությունը հայերի մեջ ամենահիմնական բանն է։ Ես ոնց է եղել, որ հայը չի տեսնում Թուրանի կերտումը ռուսակրվում, որը միայն ու միայն հային է պաշտպանել այսքան ժամանակ։ Ոնց է սա ստացվել։ Ոնց է կարողացել հայ դեգեներատը հայ նորմալին ապացուցել անհնարինը, աբսուրդը։ Սա իմ ուղեղին չի հասնում։ Դրա համար այսօրվա իմ խոսակցությունը զարմանքել է իր մեջ պարունակում։ Ես զարմացած եմ։ Այս ամեն ինչից զարմացած եմ։ Ինչ որ ես ցույց տվեցի, այս բոլոր ամեն ինչը ֆանտաստիկա է, այս Արմանը ֆանտաստիկա է, Արմանի թիմակիցները ֆանտաստիկա են, հայի անուղեղությունը ֆանտաստիկա է։ Ոնց էր հնարավոր սա։ Ոնց էր հնարավոր որ հայ ճիվաղը կերավ հային։ Գենոցիդ անցած հային, թուրքից գենոցիդված հային։ Սա իմ ուղեղում չի տեղավորում։ Գիտեմ չեք խփելու ամաններին, ոչ մեկին դուրս չի գալու, ոչ մեկը իր արժանապատվությունը չի պաշտպանելու։ Սենց դայն անապատի, սենց նորից հերթական խոսակցություններ, այ դրա վրա էլ եմ զարմացած։ Այսօր իսկան։